Տատևիկ դասացուցակը, բովանդակությունը, ինչ է ներառված 1.5 ժամվա ընթացքում շաբաթական 1.5 ժամ երկու անգամով ինչ են սովորում, ինչ են անում ավագ սերնդի ներկայացուցիչները առողջ երկարակեցության ակումբներում։ Հասանք ամենահետաքրքիր երևի մասին, բուն ծրագիրը իր մեջ ինչ է ներառում։ Ծրագիրը գործում է ամեն շաբաթ, շաբաթը 2 անգամ, ինչպես դուք նշեցիք, ամեն մի օրը ժամ ու կես է, այս 1.5 ժամվա ընթացքում իրենք ունենում են հնարավորությունը առաջի հերթին ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, այսինքն համակարգողի ուղղորդմամբ եւ օգնությամբ իրենք ապահովում են իրենց տարիքին եւ ֆիզիկական ունակություններին համապատասխան ֆիզիկական ակտիվության վարժանքներ կատարելուն, որից հետո ձեռնամուխ են լինում արդեն ճանաչողական գործընթացներին, հիշողությանը, ուշադրությանը եւ այլնին ուղղված վարժանքներին։ Սա ինձ թվում է ամենակարևոր գործոններից մեկն է կոգնիտիվ ֆունկցիաների խթանման հետ կապված, որովհետև ֆիզիկական ակտիվությունը ինձ թվում է, որ ավելի հեշտ է ապահովել, քան կոգնիտիվը, որովհետև նման վարժանքները մենք չենք անում նույնիսկ մեզնից անկախ։ Ֆիզիկական ակտիվությունը հնարավոր է նաև քայլքով կամ առօրյա ինչ-որ գործողություններով ապահովել, չնայած որ դա բավարար չէ բնականաբար, բայց նմանատիպ գործընթացները խթանելու համար, խոսքը գնում է ճանաչողական գործընթացների մասին, անհրաժեշտ է ուղղորդում մասնագետների կողմից։ Իսկ մենք ունենք այդ մասնագետները, ովքեր չնայած լինելով այդ գործի մասնագետը եւս մեկ անգամ վերապատրաստվել են եւ վերապատրաստվելու են պարբերաբար տարվա ընթացքում ծրագրի, այսպես, բայց բացի նրանից, որ մենք ունենք շաբաթական 2 օր գործող խմբակ այս 2 գործառույթներով, ունենք նաեւ հավելյալ գործառույթներ, որոնք որ մենք ներառել ենք առողջության խթանման ավելի, այսպես ասած, հետաքրքիր կոմպոնենտները ապահովելու համար։ Զարային հարցնենք, տատիկները շատ են սիրում էքսկուրսիաներ գնալ, թատրոններ, թանգարաններ, այսինքն միայն չբավարարվեն խմբակներում դասընթացներով եւ վարժություններով, մարզանքներով, ինչ է նախատեսված այս ծրագրի շրջանակում դուրս դեպի։ Դեպի դուրս դա բազմազան սոցիալական ընդլայնված բաղադրիչ է պլանավորված նախագծած այս տարվա ընթացքում, դա քայլարշավներն են եւ այստեղ ուզում ենք ուշադրություն հրավիրել նաեւ պապիկների, այս կոմպոնենտը ներառելու հիմքում դրված էր, որ ինչու միայն տատիկները, նաեւ պապիկները կարող են մասնակիցնել եւ տեսնում ենք, որ հենց այս արշավներին, այս ուղղորդված տարբեր մշակութային անձանց կողմից վարվող արշավների, համակարգվող արշավների ժամանակ արշավների ժամանակ հնարավոր է նաև տարեց պապիկների ներգրավվածությունը, բացի այդ ունենք գրքասերների ակումբը, որը շուտով կմեկնարկի եւս որի ընթացքում թե համատեղ ընթերցանության դասաժամերի ընթացքում, թե առանձին քննարկումների միջոցով ձևաչափով հնարավոր կլինի նաև խթանել այդ գործընթացը, բացի այդ բնականաբար այցելություններ մի շարք մշակութային հաստատություններ, որը եւս պարբերական բնույթ է կրելու այս տարվա թանգարաններ, համերգներ, որպեսզի ունենան թատրոն ներկայացումներ։ Այո։ Գիտեք ինչն է հետաքրքրական, որ ավագ սերնդի ներկայացուցիչները մարզերում եւ մայրաքաղաքում էականորեն տարբերվում են։ Օրինակ, մինչ աջափնյակում տատիկները ապարում են, որովհետեւ իրենք լավ մարզավիճակում են, ակտիվ են, առույգ, մարզերում ունենում են խնդիր, երբ որ մարդիկ մի քիչ էլ ամաչում են կենսակերպից, արդյոք նույնական ծրագիրը արդյունավետ կլինի, եթե այսպիսի բևեռացում կա ընկալումների, մշակութային տարբերության։ Պարզ է, որ գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ միշտ են տարբեր եղել, բայց որևէ կերպ կա գաղափար, թե ինչ պիտի արվի, որպեսզի նույնական ծրագիրը երկու տեղում հնարավոր լինի կիրառել։ Իրականում այստեղ վերադառնում ենք մենք այն մտքին, որ մենք պարբերաբար ու միշտ կապի մեջ ենք ծրագրի մասնակիցների հետ, միշտ իրենց հետ կարում ենք քննարկումներ, մենք լսում ենք իրենց առաջարկները, բողոքները, խնդիրները եւ փորձում ենք այնպես կազմել ծրագիրը նույնիսկ ընթացքում, փոփոխել այն այնպես, որ հարմար լինի իրենց առանձնահատկություններից ելնելով, լինի դա տարածքային առանձնահատկություն, թե անձնական առանձնահատկություններ, ցանկություններ եւ այլն, եւ փոփոխում ենք մեր ունակությունների ու կարողությունների շրջանակում բնականաբար այնպես, որ իրենք հաճույքով գան եւ
ունենանք այն ազդեցությունը, այն օգուտը տանք, որը որ դրված է այս ծրագրի հիմքում, տալ օգուտ ավագ սերունդի ներկայացուցիչներին ազդել իրենց առողջության խթանման վրա, բայց այնպես անել, որ նրանք ցանկությամբ կան, այսինքն ոչ թե պարտադրված գան կամ չգիտեմ ինչ, այլ իրենք սպասեն որ այսօրը գա, որ իրանք պետք է գնան մասնակցեն առողջ երկարակեցության խմբակին։ Փորձ ու զրույցներն իրենց հետ հենց դա էլ ցույց են տալիս, որ մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է դեպի լավը։ Մեր խմբավարները, համակարգողները պատմում են, թե տատիկներ, որ գալիս էին տխուր ամաչկոտ մի անկյունում են նստում, հիմա արդեն ապարում են։ Ես գիտեմ, որ անսալով մասնակիցների խնդրանքին, պահանջին ծրագրով նախատեսված մի վարչական շրջանում նոր-նորքում մի ակումբից բացի մենք երկրորդը ստեղծեցինք, ինչու որովհետև մարդիկ շատ էին, արդյոք խմբերում 20-25 հոգի նախատեսված պահպանվում է, թե մարդիկ ավելի են գալիս։ Բնականաբար պահանջարկը հսկայական է, տարիների ընթացքում ձևավորվել է այդ պահանջարկը եւ բնականաբար հետևում ենք այդ կարիքներին եւ հնարավորություն ենք ընձեռնում ավելի շատ մարդ, քան 25 հոգին է ծրագրով նախատեսված ընդգրկել եւ մաս դառնել այս ծրագրի նոր-նորքում Տաթևի կխնդրեմ հուշես կարծես 60-ի, 60-ի մոտեցող անձնակազմ մոտավորապես, այո, մոտ 60-ի կարգի մասնակից ունենք, ակտիվ մասնակից, պայքարող մասնակից, իրենց ակտիվությամբ, իրենց պահանջատիրությամբ հասան նրան, որ երկրորդ ակումբը կա եւ այստեղ եւ շնորհակալ ենք նաեւ մեր գործընկեր Alzheimer Armenia հասարակական կազմակերպությանը, որ աջակցում են եւ հնարավորություն են տալիս նաեւ ապահովել այդպիսի ընդլայնումը։ Ծրագրի շրջանակում ինչ նյութեր, ինչ նյութատեխնիկական բազա պետք կլինի, ինչ են մարդիկ անելու, արդյոք նաև դա է ապահովում այս ծրագիրը։ Բնականաբար ծրագրի իրագործման համար անհրաժեշտ են որոշակի նյութեր, պարագաներ եւ այլն։ Հիմնականում այստեղ կոգնիտիվ ֆունկցիաների խթանման վարժանքների համար են պետք գալիս գրենական պիտույքներ, թղթեր, մատիտներ, ֆիզիկական ակտիվության համար գնդակներ եւ այլն, ինչը որ բնականաբար օգնում են, որպեսզի այս բուն գործընթացը ճիշտ եւ հաճելի, այո, ինտերակտիվ հաճելի մթնոլորտում եւ կերպով ընթանա։ Ծրագիրը տարվա ընթացքում եւ արդեն մարտից կընդլայնվի մյուս մարզերում, որոնք են, որ կընդգրկվեն ծրագրում եւ որտեղ է, որ սուր կարիքը կա, որ մտադիր եք հուսամ եկող տարիներին ընդլայնվել։ Բնականաբար ծրագրի ընդլայնումը առաջնահերթություններից է, տեսնելով եւ հետևելով ծրագրի գնահատումներին նախկին տարիներում իրականացված եւ տեսնելով մեծ պահանջարկը, աճող պահանջարկը, հրամայական է ապահովել ծրագրի տարածաշրջանային ընդլայնումը եւ այսպիսով այս տարվա առաջի երամսյակից արդեն եւս երկու նոր խմբակ կգործի թե Արագածոտն մարզում աշտարակքաղաքում եւ թե Արմավիրի Էջմիածին քաղաքում, սակայն մտքի մեջ ունենալով շարունակել ընդլայնումը, մասնավորապես օրինակ Վայոց ձորի մարզում հաշվի առնելով խոցելությունը եւ տարեցների կարիքները եւ պահանջարկը։ Ես էլ դիմումներից կարող եմ ասել, որ ապարանում են առաջարկում, սպիտակում են առաջարկում, Թալինում, բայց Վայոց ձորը ամենահրատապներից է, մենք շատ ենք դրա մասին խոսել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործընկերների հետ, որ հրատապ է այնտեղ նաեւ ծառայություն ունենալը։ Հուսանք, որ այս տարվա ընթացքում կամ ամենաուշ եկող տարի արդեն մեզ հիմա Վայոց ձորի բնակիչները, որ լսում են, կիմանան հասցե տեղ, որ կարող են գնալ եւ առողջ երկարակեցությունը վայելել։